Մի հարց տամ ձեզ. իսկ գիտեիք, որ դեմոկրատիան իրականում համարվում է կառավարման ամենավատ ձևերից մեկը, ու չզարմանաք։ Անտիկ աշխարհի մեծագույն ուղեղներից մեկը Պլատոնը դեմոկրատիան համարում էր աղետ։ Նա ասում էր, որ դա պարզապես ամբողջի իշխանություն է, որը վաղ թե ուշ տանելու է քաոսի ու կործանման։ Բայց սպասեք ու միանգամից հետևություններ մի արեք։ Ուինստոն Չերչիլը մի հանճարեղ միտք ուներ։ Ասում էր. դեմոկրատիան կառավարման ամենավատ ձևն է, բայց դժբախտաբար մարդկությունը դեռևս դրանից ավելի լավը չի հորինել։ Իսկ ինչ է դեմոկրատիան ինքնին։ Բառը հին հունական է՝ դեմոս, ժողովուրդ եւ կրատոս, իշխանություն։ Առաջին անգամ կիրառվել է Աթենքում, բայց միշտապեք ոգևորվել։ Այն ժամանակվա ժողովրդավարությունը շատ հեռու էր մեր պատկերացումներից։ Որոշում կայացնելու իրավունք ունեին մենակ ազատ մարդիկ։ Ոչ կանայք, ոչ ստրուկները, ոչ էլ օտարերկրացիները ձայնի իրավունք չունեին։ Այսինքն ժողովրդի իշխանություն ասվածը իրականում բնակչության հազիվ 10-20%-ի իշխանությունն էր։ Հիմա գանք մեր օրեր։ Շատերին թվում է, թե 21-րդ դարում ամբողջ աշխարհն է դեմոկրատական, բայց իրականությունն ուրիշ է։ Պատկերացրեք, ըստ վերջին հետազոտությունների աշխարհի բնակչության ընդամենը 8%-ն է ապրում լիարժեք ժողովրդավարության պայմաններում։ Ընդամենը 8%-ը, Կարլ։ Մարդկության կեսից ավելին ապրում է այնպիսի երկրներում, որտեղ իրենց կարծիքը կամ հաշվի չեն առնում, կամ էլ ձևական բնույթ է կրում։ Բայց ինչու է այդպես։ Ինչու է արևմուտքը սրբադասում ժողովրդավարությունը, իսկ արևելքը հաճախ մերժում։ Բանը մտածելակերպի մեջ է։ Արևմուտքում կենտրոնում մարդն է, անհատը, իր իրավունքներով, իսկ արևելքում, օրինակ Չինաստանում կամ արաբական աշխարհում, դարերով կարևորվել է ոչ թե եսը, այլ մենքը, ընտանիք, պետություն, կայունություն եւ այլն։ Շատ տեղերում մարդիկ մշակույթից ելնելով գերադասում են ուժեղ ձեռքը, քան ազատության բերած անորոշությունը։ Ի վերջո, դեմոկրատիան իդեալական չէ։ Այն դանդաղկոտ է, երբեմն շատ աղմկոտ, բայց այն միակ ձևն է, որ թույլ է տալիս փոխել ղեկավարին առանց հարյուն թափելու։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Մեր իրականությանը ո՞ր մոդելն է ավելի սազում՝ խիստ ղեկավարումը, թե ազատ, բայց երբեմն անկանխատեսելի ժողովրդավարությունը։ Գրեք մեկնաբանությամբ իրոք հետաքրքիր է ձեր կարծիքը իմանալ։ Մյուս անգամ խոսելու եմ այն ռեժիմի մասին, որտեղ ամեն ինչ որոշում է մեկ մարդ։